Պաշտոնական Մոսկվան այլևս ոչ թե խոսում է Հայաստանի իշխանությունների հետ, այլ խոսում է ժողովրդի հետ։ Հայ ընտրողին Ռուսաստանը ուղղակիորեն ընտրության առջև է դնում։ Այդ ռեֆերենդումը վերաբերում էր հենց հունիսի 7-ի ընտրությանը։ Իշխանությունը ընկալվում է որպես մի իշխանություն, որը որ ըստ էության ճամբարափոխ է եղել։ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի իշխանությունների կողմից պարզ ասած դուրս գրված, այսպես ասենք, սուբստանցիա է։ Ռուսաստանից կարելի է ամեն ինչ սպասել։ Գիտեք են, ումում Ռոսիյունի պանյացիա։ Ռուսականությունը չի այս տարվա խիտը լինելու ես։ Ռուսաստանի ղեկավարությունը բաց տեքստով ոմանք ընդհուպ վիրավորական արտահայտություններով խոսեցին Հայաստանի իշխանության մասին։ Զուգահեռ անցան տնտեսական պատժամիջոցների։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր։ Ինչու հենց այս փուլում եւ ինչ սպասել հայ-ռուսական հարաբերություններում։ Քաղաքագետ Վիգեն Հակոբյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերին արձագանքելու համար եւ այսպես։ Լավրովը, Մեդվեդևը, Վոլոդինը տարբեր աստիճանի կոշտությամբ արտահայտվեցին Հայաստանի իշխանության վերաբերյալ։ Դա երկու օր առաջ, այսօր առավոտյան Մեդվեդևը եւս մեկ անգամ ուղիղ ասաց, որ Հայաստանի իշխանությունը ուզում է խզել կապերը Ռուսաստանի հետ, բայց դրանք հետևի ԵԱՏՄ-ն ցավոտ հետևանքներով եւ այլն։ Դրան գումարած այս հայտարարություններին ջերմուկ, ծաղիկներ, չգիտեմ, մոտ ապագայում երևի ասում են, ակնարկում են Միրգ Բանջարեղեն, գումարվեց ալկոհոլային խմիչքը, այս ամեն ինչին ներմուծման նայական վաճառքի արգել տարբեր ձևերով։ Ինչ է կատարվում եւ ինչու հենց այս փուլում, ինչ են ուզում Մոսկվայից։ Ես կարծում եմ, որ պաշտոնական Մոսկվան այլևս ոչ թե խոսում է Հայաստանի իշխանությունների հետ, այլ խոսում է ժողովրդի հետ։ Այսինքն ժողովրդին ըստ էության նախազգուշացնում են ընտրություններից առաջ, թե ինչ կարող է սպասել Հայաստանին եւ հայ ժողովրդին այն բանից հետո, եթե հանկարծ հայ ընտրողը նորից վերընտրի Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին։ Այսինքն պաշտոնական Մոսկվան ուղղակիորեն ասում է, որ այլևս Հայաստանին չեն տեսնում իրենց ֆորմատներում, ԵԱՏՄ-ում, հապկում դա ինքնին հիմա արդեն վաղուց, այսպես ասենք, իբր սառեցված կարգավիճակ է, այսինքն խոսքը վերաբերում է նրան, որ հայ ընտրողին Ռուսաստանը ուղղակիորեն ընտրության առջև է դնում, ասում է, որ այլևս Հայաստանի իշխանությունների հետ ամեն ինչ իրենց մոտ պարզ է։ Հայ իշխանությանը չեն դնում ընտրության առաջ չեն դնում, այսինքն իշխանության հետ ամեն ինչ պարզ է եւ իրոք բոլոր մակարդակներով սկսած Վլադիմիր Պուտինից, չէ՞, ապրիլի 1-ին ուղղակի տեքստով հետո մայիսի մասին ասեց, ընդ որում այնտեղ էլ խոսքը հենց հայ ժողովրդի մասին էր ավելի շատ։ Հետագայում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր խորությամբ, տարբեր կոշտությամբ իրենց տեսակետը հայտնեցին, որը որ տեսակետ չէր, այլ նույնպես մեսիջ էր ուղղված Հայաստանի ժողովրդին։ Եվ ես կարծում եմ, երբ Վլադիմիր Պուտինը, եթե չեմ սխալվում, մայիսի 9-ին ասում էր, որ պետք է շատ արագ կողմնորոշվել եւ ասենք ռեֆերենդում անել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության առումով, երբ ասում է բավական արագ է պետք անել, ես կարծում եմ այդ ռեֆերենդումը վերաբերում էր հենց հունիսի 7-ի ընտրությանը, այսինքն հունիսի 7-ը դա հենց այն ռեֆերենդումն է, որը ըստ Մոսկվայի կանխորոշի Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ եւ Հայաստանի ժողովրդի նկատմամբ, որովհետեւ Ռուսաստանը ուղղակիորեն ասում է, որ այս ամեն ինչից դժուժելու է նախ եւ առաջ Հայաստանի բնակչությունը, որը որ Ռուսաստանում ընկալում են որպես բարեկամ ժողովուրդ։ Իշխանությունը ընկալվում է որպես մի իշխանություն, որը որ ըստ էության ճամբարափոխ է եղել եւ դրա մասին ուղղակի տեքստով է ասվում։ Այն բարեկամ չեն դիտարկում իշխանությանը։ Բացարձակապես իշխանությանը բարեկամ չեն դիտարկում են որպես մի քաղաքական խումբ, որը որ ճամբարափոխություն է արել եւ անցել է այսօր արդեն Ռուսաստանի ռազմաքաղաքական հակառակորդ համարվող բևեռ, այսինքն Եվրոմիության, որովհետեւ մինչ այժմ
ես կարծում եմ Ռուսաստանը բավականին լոյալ էր վերաբերվում Հայաստանի, այսպես ասենք, չարաճճիություններին, այս մի քանի աթոռներին նստելու փորձերին կամ նույնիսկ նստելուն, բայց այն պայից սկսած, երբ ըստ էության Եվրոպան, Միացյալ Եվրոպան քաղաքական կամ աշխարհաքաղաքական միավորումից սկսեց վերածվել ռազմաքաղաքական դաշինքի, ռազմաքաղաքական միավորման, ընդ որում Ռուսաստանին ուղղակիորեն հակառակորդ միավորման, եւ Ռուսաստանը այդ միավորումը դիտարկում է որպես իր թշնամի, ուղղակիորեն դրա մասին էլ է բաց ասվում է, սա հիմա մենք ոչ թե ինչ որ վերլուծում ենք, այլ համարյա թե ցիտում ենք, հա, Ռուսաստանի ղեկավարությանը, այդ պայից սկսած բոլոր այն երկրները, բոլոր այն ինստիտուտները, բոլոր այն կազմակերպությունները, որոնք ընդգրկվում են Եվրոպական միության, այսպես ասենք, կամ Եվրոպական միության մերձ ինչ որ շրջանակներում դիտարկվում են որպես Ռուսաստանի ոչ բարեկամ երկրներ։ Բայց Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը թարմերն եմ ասում, էլի Փաշինյանն էլ, մենք չենք ուզում ոչ մի վատություն անել, լավ են հարաբերությունները, իհարկե խնդիրներ կան, բայց այդքան չեն, կկարգավորենք եւ այլ մի քիչ այլ հռետորաբանությամբ են խոսում, այլ ինչու։ Գիտեք, ընդհանուր առմամբ ինչ են խոսում, արդեն որևէ մեկին դա չի հետաքրքրում առհասարակ, մասնավորապես նույն Ռուսաստանում, ես կարծում եմ նույնիսկ որևէ մեկին դա չի հետաքրքրում իրականում արտաքին աշխարհի այլ ուժային կենտրոններում, իրականում ուղղակի եթե նույնիսկ ցույց են տալիս, որ լուրջ են ընդունում այդ ձեր նշած անձնավորություններին, այսինքն դրանց ասածը, ապա դա զուտ, այսպես ասենք, սիտուացիոն գործիքակազմ է, որովհետև յուրաքանչյուրը փորձում է մաքսիմալ օգտագործել Հայաստանի այսօրվա իշխանություններին իր ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու առումով։ Պարզ է, որ Եվրոմիությանը, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, առհասարակ, որպես այդպիսին, որպես աշխարհաքաղաքական պարտնյոր առանձնապես չի հետաքրքրում ոչ տնտեսական, ոչ առավելևս ռազմաքաղաքական առումով, որովհետև եւ Միացյալ Եվրոպան ինքը դեռևս ի վիճակի չի, օրինակ, այլընտրանք հանդիսանալ նույն Ռուսաստանին, թե տնտեսական հարցերում, տնտեսական ազդեցության առումով, թե առավելևս ռազմաքաղաքական առումով, ուղղակի որպես գործիք, որը որ կարող է լինել ռուսաֆոբական կենտրոն, փորձում են օգտագործել որպես նման կենտրոն։ Հետաքրքիր բան է, ռուսաֆոբական թե արևմտամետ, այստեղ սկզբունքային բան կա, որովհետև արևմտամետները Հայաստան, ասում են, որ իշխանությունները ընդամենը հակառուսական հայտարարություններ են անում եւ վերջ։ Ոչ մի քայլ չկա, ոչ երկաթուղու մասով, ոչ սահմանապահներին լրիվ հանելու, ել չեմ խոսում Գյումրու ռազմաբազան, ԵԱՏՄ-ից դուրս գալը, ՀԱՊԿ-ից դուրս գալը, ոչինչ չի արվում։ Արդյոք իրոք անկեղծ է Փաշինյանենց դեպի արևմուտք գնալը, թե սա մեն հակառուսականություն եւ կանեն այս քայլերը ինչի մասին ես ասացի։ Այստեղ շատ ավելի կարևոր է թե նույն Ռուսաստանը, որը ըստ էության թիրախն է այս հիբրիդային պատերազմի, որում օգտագործվում է Հայաստանը Ռուսաստանի դեմ, Ռուսաստանը ինչպես է դա անցալում։ Ռուսաստանը դա անցալվում է որպես ռուսաֆոբական գործիք Հայաստանի այսօրվա իշխանություններին։ Բայց քայլեր չեն արվում, պարոն Ակոբյանը, դա է ասում։ Ընդհանուր առմամբ քայլեր արվում են, որովհետև եթե երկիրը ընդունում է օրենք, որ իր գլխավոր նպատակը դա Եվրոմիություն մտնելն է եւ պրոռուսական ֆորմատներում այնքանով որքանով են իրենք դեռևս մնում, քանի դեռ կարողանում են օգտվել եւ քանի դեռ ի վիճակի չեն ուղղակիորեն խզել կապերը, ինքնակամ խզել կապերը, դրա մասին գիտեք, ուղղակիորեն էր ասվում, հենց Պուտինին ասվեց, չէ, ասվեց, որ քանի դեռ դա չի խանգարում համատեղել իրար հետ, մենք կհամատեղենք հետագայում կերևա։ Հիմա ռուսներն ասում են հետագա պետք չի, արդեն խանգարում է, հա, ճիշտ եմ տնտեսական սանկցիաներ են, չէ՞։ Այստեղ հասկանալու բան չկա ընդհանրապես, որովհետև շատ բաց տեքստով է ասվում, որ այլևս պետք է ընտրել եւ եթե դու չես ընտրում, ռուսները ասում են մեզ համար անընդունելի է, որպեսզի մենք ուժեղացնենք ձեր տնտեսությունը, մեր հաշվին ուժեղանա ձեր տնտեսությունը, իսկ դա փաստ է, որովհետև այդ զուգահեռ էքսպորտի եւ ԵԱՏՄ-ի հնարավորությունների շնորհիվ է Հայաստանում տնտեսությունը քիչ թե շատ շնչում, այլ բան է թե այդ տնտեսության որակը ինչպիսին է, այսինքն կառուցվածքը, հա, որ բացարձակապես ըստ էության կախման մեջ է եւ ինքնաբավ չէ իրականում, այսինքն հերիք է որպեսի մի քանի նույնիսկ ոչ պաշտոնական սանկցիաներ հայտարարվեն Հայաստանի նկատմամբ, նույն Ռուսաստանի կողմից եւ Հայաստանի տնտեսությունը
շատ մոտ կլինի փլուզման ընդհանրապես, որովհետև մենք բոլորս հասկանում ենք ինչի մասին է խոսքը, չեմ ուզում հիմա կրկնեմ, որովհետև հենց վերջերս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, եթե չեմ սխալվում, Շոյգուն էր, որովհետև այնքան շատ են արդեն հայտարարությունները, Շոյգուն էր ասում, որ 98% Հայաստանի գյուղմթերքների արտադրության դա ռուսական շուկա է գալիս, 98%, 78% ալկոհոլի եւ պահածոների, այսպես ասենք, հա, գյուղմթերքների արտադրության 78% ռուսական շուկա է եւ այլ, այսինքն ես էլ չեմ խոսում էներգետիկայի մասին, ես էլ չեմ խոսում նավթամթերքի մասին, գազի մասին, ընդհանրապես հացամթերքի մասին, այսինքն պարզ է, այդ ամեն ինչը պարզ է։ Էլ չեմ խոսում ինչքան խոցելի կարող է լինել ֆինանսական համակարգը Հայաստանի Հանրապետության առհասարակ, եթե ասենք որևէ մեկի մտքով անցնի ապակայունացնել այդ շուկան, էլ չեմ խոսում խոպան մեկնողների մասին, որովհետև գիտեք, տասնամյակներ շարունակ Հայաստանի տնտեսությունը լավ թե վատ, ավելի շուտ վատ, բայց ինչ որ բալանսի է եկած։ Այսինքն այսքան մարդ պետք է գնա խոպան, այսքան գումար Ռուսաստանից ամեն տարի մուտք է գործում Հայաստան, վերջի տվյալներով հենց պաշտոնական, հա, եթե չեմ սխալվում նույն Շոյգուի կողմից նշած 3.9 միլիարդ անցյալ տարի գումար է եկել Հայաստան Ռուսաստանից տրանսֆերների տեսքով։ Այսինքն ամեն ինչ հասկանալի է, որ այդ գիտեք, այդ ուրեմն գետի սահմանափակումը, կամ էլ չեմ ասում, եթե կտրեն այդ հոսքը, ապա դա ինչի կարող է բերել, այսինքն Ռուսաստանը ուղղակիորեն է ասում։ Եթե որևէ մեկի մոտ այն իլյուզիաներն է, որ քանի որ Հայաստանը ՀԱՏՄ անդամ է եւ պետք է նաև Ռուսաստանին էս պարագայում, չէ՞, ասում են Ուկրաինայում պատերազմ է, Ռուսաստանին էլ է պետք Հայաստանը, ռեէքսպորտ եւ այլն։ Իհարկե պետք է դրա համար էլ, այսինքն բավականին համբերատար աշխատում էին, բայց ես կարծում եմ հիմա արդեն այդ անհրաժեշտությունը թեպետ էլի պահպանվում է, բայց այնուամենայնիվ այն օգուտը, որ տալիս է Հայաստանը իր տնտեսական որպես պոտենցիալ կամ քիչ թե շատ լոգիստիկ պոտենցիալ, ինքը համադրելի չէ այն վնասի հետ, որը որ կարող է ունենալ նույն Ռուսաստանը եւ ոչ միայն Ռուսաստանը, նաեւ Ռուսաստանը իր դաշնակիցների հետ, օրինակ նույն Իրանի հետ միասին իմիջիայլոց։ Այս առումով հիմա այդ ընտրությունը դրված է, որ այս ընտրության առջև, ընդ որում եթե նորից եմ կրկնում, ամենակարևոր հանգամանքը այստեղ այն է, իմ կարծիքով, որ ընտրության առջև դնում են ոչ թե արդեն Հայաստանի իշխանություններին, որովհետև Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի իշխանությունների կողմից պարզ ասած դուրս գրված, այսպես ասենք, սուբստանցիա է, դուրս գրված են իրենք, այլ ժողովրդի առջև են դնում, այսինքն իրենք ասում են, թե դա ինչի կարող է բերել, եթե այսինքն ժողովուրդը հավանություն տա Փաշինյանի իշխանության որդեգրած կուրսին։ Այդ տվեց անցել ընտրությունները, ինչի է պատրաստ գնալ Մոսկվան, հիշենք, որ նաև շարունակվում է պատերազմը Ուկրաինայում, մինչև ուր, այս կոշտ ռետորաբանությունից անդին միայն տնտեսական պատժամիջոցներ, թե էլի ուրիշ բաներ, որովհետև արևմտամետ շրջանակները Հայաստանի ասում են, որ իրենք տվյալներ ունեն, նաև հետախուզական, չգիտեմ, տարբեր աղբյուրներից արևմտյան, որ կարող է Ռուսաստանը ոչ թե կարող է, այլ մտածում այս վերջի դե ինսայդերի բացահայտումն էլ տեսակ, չէ՞, մարդիկ է այստեղ գործուղված եւ այլն իրենց դեսպանատանը պատրաստվում են ինտենսիվ հետընտրական զարգացումներ գեներացնելու, եթե վերընտրվի Փաշինյանը, ընդհանուր ասում են մինչև դավադրապաշտական սցենարներ կան Գյումրու ռազմաբազայի կիրառմամբ, այդ իրենց հետախուզական հատուկ ծառայությունների ցանցի կիրառմամբ, կգնա նման քայլի Ռուսաստանը։ Այսօրվա Ռուսաստանն այդպիսի բաներ անում է։ Գիտեք, իհարկե ես հիմա այդ հարցին միանշանակ չեմ պատասխանի, որովհետև ես չգիտեմ դա եւ չգիտի Փաշինյանը։ Փաշինյանի ամենամեծ խնդրեմը այսօր հենց դա է, որ ինքը չի կարողանում հաշվարկել եւ երկար ժամանակ է չի կարող հաշվարկել, թե Ռուսաստանը ինչ քայլերի կարող է գնալ, որովհետև Ռուսաստանից կարելի է ամեն ինչ սպասել։ Գիտեք են, ումом Россию не понять, այսինքն Ռուսաստանից կարելի է ամեն ինչ սպասել, Ռուսաստանի հնարավոր գործողությունների մարժան բավականին լայն է։ Ոչ մի բան չանելուց միջև բավականին կոշտ գուցե նաև
ռազմական ինչ-որ բնույթի գործողություններ, որովհետև դուք հիշում եք, օրինակ ես հիշում եմ Պուտինի մայիսի 9-ի այդ ասուլիսում, երբ ինքը Հայաստանին անդրադարձավ, այդ ռեֆերենդումը առաջարկեց։ Ուկրաինան հիշեց, դա նկատի ունեք։ Այո, ակնարկեց Ուկրաինան, ասաց դե հիշում եք Ուկրաինայում էլ այսպես սկսվեց, մենք էլ զգուշացնում էինք, էս էինք անում, էինք անում, չէ՞, եւ ինչով դա ավարտվեց, ասաց SVO-ով։ Հիմա դրա համար եմ ասում, Ռուսաստանին բարդ է հասկանալ, թե անկանխատեսելի կլինի իրենց արձագանքը օրինակ Փաշինյանի վերընտրությանը կամ այս կուրսի շարունակությանը։ Ես կարծում եմ ամեն դեպքում շատ կանխատեսելի չէ, այդ ամեն ինչը դրանով է պայմանավորված այն նյարդը, որ կա Փաշինյանի մոտ, որովհետև Փաշինյանը կարողանում է հաշվարկել, թե ինչ կարող է անել Միացյալ Նահանգները մոտորապես, ինչ քաղաքականություն է բնականաբար որդեգրել Եվրոմիությունը, այսինքն եւ ցույց են տալիս դա այդ ամեն ինչը Թուրքիան, Ադրբեջանը եւ այլը, հա, բայց ամենաանկանխատեսելին այս պահի դրությամբ ըստ էության Ռուսաստանն է։ Եվ երբ մենք ասում ենք ինչ կարող է անել, ամեն ինչ կարող է անել եւ ոչ մի բան էլ կարող է չանել այս առումով։ Եվ սա է ամենասարսափելին, որը որ հիմա բավականին նյարդայնացնում է եւ մտահոգում, սարսափ է, վախ է մտցրել Փաշինյանի մոտ եւ դրանով է պայմանավորված նաեւ իր վերջին շաբաթների բավականին անկախատեսելի, անվերահսկելի վարքագիծը։ Իսկապես բավականին բարդ խնդիր է, որովհետև Ռուսաստանի մոտ բոլոր լծակները կան ընդհանուր առմամբ, այսինքն սկսած տնտեսական լծակներից, որովհետև գիտեք, գրեթե բառացիորեն կարող եմ ասել, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական քաղաքականությունը փաստացի է, հաշվի առնելով այն ռեսուրսները, որոնք վերահսկվում են Ռուսաստանի կողմից, Ռուսաստանի իշխանությունների կամ խոշոր ընկերությունների կողմից, մոնոպոլ ընկերությունների կողմից, իրենք են վարում Հայաստանում ըստ էության սոցիալական քաղաքականությունը, այսինքն Ռուսաստանը բավական է միայն գազի գինը, այսպես ասենք, ոչ թե 4 անգամ բարձրացնի, այսինքն հավասարացնելով այսօրվա միջազգային շուկայի գներին, այլ ասենք 2 անգամ, միանգամից դա մուլտիպլիկատիվ էֆեկտի ձևով, միանգամից որն է 1-2 ամսվա ընթացքում միանգամից ազդելու է մարդկանց սոցիալական վիճակի վրա, որովհետև դա վերելու է բնականաբար տոտալ թանկացումների եւ այլը։ Էլ չեմ խոսում, եթե այս ամեն ինչը անդրադառնա նաեւ Հայաստանի ներմուծման եւ արտահանման դինամիկայի վրա, որովհետեւ տեսեք բավական էր որպեսի ինչ որ ապրանքատեսակների վրա Ռոսպատրեբնadzorը, գիտեք Ռոսպատրեբնadzorը դա այնուամենայնիվ քաղաքական մարմին է, փակեր ճանապարհը միանգամից, ասենք մի քանի ձեռնարկություններ շատ շուտով ունենալու են բավականին լուրջ խնդրեմ, դա նաև աշխատատեղեր է, աշխատավարձեր է, սոցիալական խնդիրներ է, որովհետև եթե սպառում չունես, ապա նշանակում է, որ պահեստի վրա շատ երկար չես կարող աշխատել։ Պարոն Հակոբյան, լավ, միամիտ կլինենք կարծելու համար, որ Ռուսաստանի ընդհանրապես որևէ երկրի համար Հայաստանի հա գեղեցիկ աչքերը իրեն քնում զարթնում են հայ ժողովրդի դարդերով են։ Պարզ է, չէ՞, այստեղ աշխարհաքաղաքական շահը, այսինքն այդքան թանկ է ու թանկարժեք Հարավային Կովկասը Ռուսաստանի համար ու մենք ենք այդ վերջի տեղը մնացել։ Կարծես թե մենք ենք մնացել։ Ռուսաստանի համար թանկ է Հարավային Կովկասը շատ հասկանալի պատճառներով, որ դրա համար կգնա մինչև վերջ, դա նկատի ունեմ։ Դե գիտեք, ընդհանուր առմամբ մինչև վերջ հասկացողությունը նորից եմ ասում, իհարկե մինչև վերջ հուսով եմ որևէ բան չի հասնի, բայց ես կարծում եմ Ռուսաստանը կարող է սահմանափակվել բավականին կոշտ տնտեսական սանկցիաներով, որոնք գուցե նաև սանկցիա էլ չկոչվեն։ Գիտեք, Հայաստանի իշխանությունները անընդհատ պնդում են, որ գիտեք, ԵԱՏՄ-ից մեզ չեն կարող հանել, եթե մենք դուրս չգանք, չէ՞։ Այո, կարող են չհանել, բայց Ռուսաստանը կարող է, չէ՞, այսպես ասենք, ինչ որ գործողություններ անել, որը հիմա անում է, ասենք Ռոսպատրեբնadzorի անվան տակ, այդ ցանկը ոչ թե 5-6 կամ 4 բանով չսահմանափակվի արտադրատեսակներով, այլ բավականին լայն, ասենք շղթայով, վերին լարս եւ այլ, այսինքն մեր ժողովուրդը կարող է ընտրել մայր Փաշինյանին, ասում են մենք ընտրեցինք Փաշինյանին, դուրս են գալի, ԵԱՏՄ-ից էլ ձեր բազան էլ վերցրեք ու հարգելի ռուսներ հաջողություն ձեզ, ինչ պետք է անել Ռուսաստանը, չի անելու այդպես, ինչպես ասում է Հայաստանը։ Ինչ ժամանակին Վրաստանից դուրս եկան։ Գիտեք, նախ եւ առաջ չեմ կարծում, որ այդ աստիճան իրացիոնալ է լինելու հայ ժողովուրդը, որտեղ հայ ժողովուրդը ընդամենը 30 տարի առաջ նման
իրավիճակում եղել է, ընդ որում դա չի եղել ընտրությունը այնպեսին, որ այսինքն իր ընտրությունը չի եղել։ Այսինքն դա այդպիսի աշխարհակահաղական իրավիճակ եղել, ռեգիոնալ պատերազմ եւ այլ, այսինքն այն ժամանակ այդպիսի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության հարց չի եղել։ Ռուսաստան, Ամերիկա, Թուրքիա եւ այլ, այն ժամանակ այդպիսի վիճակ էր, այն ինչ որ մեր մոտ կոչվում է եւ պատմականորեն կոչվում է ցուրտ ու մութ տարիներ, հա, այս առումով։ Նախ եւ առաջ ես չեմ կարծում, որ ասենք ժողովրդի մեծ մասը հենց այդպես է ասելու, ինչ ուզում է լինի, այսպես առանց բենզին, առանց էներգիա, առանց բան կապրենք եւ այլ։ Կլինենք ինքնիշխան իշխանություններն ասում, չէ՞, որովհետեւ իշխանությունները ասում են, որ հասարակությունը զգացել է, որ Ռուսաստանից օգուտ չկա, Ռուսաստանը մեզ չօգնեց, գիտեք, եւ այլ։ Գիտեք, դա մի հատվածի վրա ազդում է իհարկե։ Դա այն հատվածն է, դա այն 28-29%-ն է, թե 25%-ն է, որոնք սոցիոլոգիական հարցումներում միշտ արձանագրվում են որպես այսօրվա իշխանությունների ընտրազանգված, իհարկե կա որոշակի ընտրազանգված, որը որ այս իշխանություններին ցանկացած պարագայում ընտրելու է, բայց մեծամասնությունը ձեր կարծիքով հասարակության հակառուսականություն չունի։ Հակառուսականությունը չի այս տարվա խիտը լինելու, ես մի քանի անգամ ասել եմ, դա կեղծ օրակարգ է, հակառուսական, թե պրոամերիկյան, հակաամերիկյան իշխանություն, ընդդիմություն։ Սա է լինելու հիմնական բանը, ոչ թե դրա տակ չկա արևմուտք ու Ռուսաստան։ Դրա տակ էլ կա ռացիոնալիզմ, որովհետև գնում ենք շարունակում ենք պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ, թե չենք շարունակում, դա գալիս է նրանից, թե ժողովուրդը, ընտրողները, իրենք սոցիալական տեսակետից, տնտեսական տեսակետից, անվտանգային տեսակետից, որ համակարգում են իրենց, ինչպես ասում են, նախտ անվտանգ զգալու, որովհետև եթե հիմա օրինակ որևէ երկիր գա ասի, որ գիտեք, դուք հիմա անջատվեք ինչ որ համակարգերից, չէ, հետո մի 30 տարի հետո կամ նույն Եվրոպական միությունը ձեր անվտանգությունը կապահովի, բոլորը հասկանում են, որ Եվրոպական միությունը ընդհանրապես իր անվտանգությունը չի կարող ապահովել, որովհետև դեռևս պատրաստ չէ դա։ Դեռևս նոր մտածում են այն բանից հետո, երբ ամերիկացիները ըստ էության Եվրոպական միությանը թողնում են առանց իրենց պաշտպանության, զորքը հանում են, չէ, Եվրոպայից, նոր հիմա մտածում են, որ պետք է իրենց ռազմական ուժերը ունենան, այսինքն Եվրոմիությունը դա անվտանգությունը պահող չէ։ Լավ, ձեզ կասեն, կներեք, որ ընդհանրում ձեզ հիմա մեր դիտողները կասեն, բայց ձեր այդ ասած նաղդն էլ իրեն չարթարացրեց։ Եկան մտան մեր տարածք, ոչ մի կերպ եւ այլն, բայց ինչ իմանանք, որ երաշխիք է։ Իհարկե չարթարացրեց, բայց քանի որ այլընտրանք ընդհանրապես չկա եւ այլընտրանքը այդ պարագայում միայն Թուրքիան է, այսինքն այլընտրանք անվտանգային, անկախ ամեն ինչից, ռուսները լավն են, վատն են, ամերիկացիները լավն են, Իրանը լավն է, վատն է, այլընտրանք դա միայն այն ուժային կենտրոններն են կամ աշխարհակահաղական կամ ռեգիոնալ, որոնք ներկա են մեր տարածաշրջանում, ներկա են այստեղ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան եւ մասամբ եւ Ադրբեջանը բնականաբար, հա? Միացյալ Նահանգներն գալիս է։ Դե Միացյալ Նահանգները Ռուբիոն վաղը գալու է։ Միացյալ Նահանգները իրենք այստեղ ներկայացված չեն։ Միացյալ Նահանգները այստեղ ներկայացված են ռազմաքաղաքական տեսակետից Թուրքիայով ընդհանրապես։ Իդեպ Ռուբիոն ինչ է գալիս ձեր կարծիքով վաղը։ Չհայտարարված այցել։ Ես կարծում եմ երկու խնդիր է լուծում, նախ եւ առաջ Ռուբիոն գալիս է որպեսի փորձի այնուամենայնիվ գոնե նոմինալ առումով, գոնե ֆորմալ առումով ամրապնդի տրիպի դեռևս ողջ լինելը, որովհետև տրիպի շուրջ ես կարծում եմ բավականին լուրջ կասկածներ կան, օբյեկտիվ պայմաններից ելնելով, պայմանավորված Ամերիկա-Իրանյան պատերազմի դեռևս ոչ վերջնական արդյունքներով, բայց այդ արդյունքները ամենևին էլ ամերիկացիների կամ նույնիսկ իսրայելցիների կողմը չի, այսինքն այնտեղ համենայն դեպս գոնե Իրանը չի պարտվել, այսպես ասենք, հա, ես չեմ ասում հաղթել է, կամ բայց ես չեմ էլ ասում, որ Միացյալ Նահանգներն են հաղթել, բնականաբար չեմ է կարծում, որ ուղղակիորեն կարող ենք ասել, որ պարտվել են, բայց այս բալանսը, որ ստեղծվել է հիմա եւ այն ինչ որ պատրաստվում են ստորագրել հերթական անգամ, հա, այս հրադադարը շարունակելու վերաբերյալ 60 օրով եւ այն կետերը, որի մասին արտահոսքեր եղան միջազգային մամուլում ցույց են տալիս, որ ամեն դեպքում Իրանը բավականին
Ես գոնե իմ գնահատականով եւ ոչ միայն իմ, այլ միջազգային բավականին լուրջ փորձագետների վերլուծաբանի գնահատականով Իրանը շատ ավելի լավ դիրքերով էր դուրս գալիս այս իրավիճակից։ Շատ ավելի լավ, շատ ավելի լուրջ ստատուսով եւ այս պայմաններում տրիպի գոյությունը գոնե առնվազն կասկածի տակ է։ Եվ այս առումով գալիս է տրիպի առումով, գալիս է ինչ որ բան ստորագրելու, որ դա կա, եւ երկրորդը ես ենթադրում եմ, որ դա ներքին քաղաքական նշանակություն է ունենալու։ Ամեն դեպքում ունենալու է։ Այսինքն ինքը գալու է վերահաստատի, որ այսպես կոչված խաղաղության կոնցեպտը կամ խաղաղասեր Հայաստանի այսօրվա իշխանությունները իրենք այսօրվա ադմինիստրացիայի կողմից ողջունվում են։ Այսինքն նոր բան չի ասելու այս առումով, եթե հիշենք, որ մի քանի ամիս առաջ Վենսն էր եկել այդ բանը ասել։ Այլ հարց է, որ այսօրվա աշխարհում կարծես թե այդ բարձր հովանները իրենք առանձնապես մեծ նշանակություն չունեն, որովհետև Վենսը Օրբանին կարող է հիշել, շատ բան կարող ենք հիշել, Վենսը այդպես չէ, որ Վենսը Օրբանի հետ այդ երբ Օրբանի կամպանիայում ուղղակի օրեր են մասնակցում, արդյունքը շատ լավն էր նույն Օրբանի համար եւ ի վերջո եթե արտաքին քաղաքական ազդեցությունը զուտ քաղաքական հայտարարությունների մակարդակով այդքան նշանակալից լինել, ապա այդ դեպքում ինչի մենք չենք ասում, որ Ռուսաստանի այսօրվա ավելի քան կոշտ հակա այսօր իշխանական մոտեցումը Հայաստանի ինքը վճռորոշ չի կարող լինել, առավելևս որ այստեղ կան նաև լծակներ։ Եթե Միացյալ Նահանգների լծակները կներեք ընդդիմության դաշտում էլ կան։ Գիտեք, այդ լծակները, որը կարող են օգտագործվել եւ օգտագործվում են, բնականաբար իրենք կարող են օգտագործվել ներքին քաղաքական դաշտում, որովհետեւ դրանք վերահաստատում են ընդդիմության, հավաքական նույնիսկ ընդդիմության տարբեր ընդդիմադիր բևեռների այն պնդումները, որ այս իշխանությունը ըստ էության կարողացել է 8 տարվա ընթացքում բոլոր հարաբերությունները հիմնական պարտներների հետ այն աստիճան փչացնել, որ աջակցությունից այդ պարտները անցնում է սանկցիաների։ Իսկ նոր պարտներներ, որոնք կփոխհատուցեն այդ կորուստները, մենք չունենք, նորից եմ ասում, ցավոք սրտի, բայց ոչ Եվրոպական միությունը այսօր կկարողանա այն հնարավոր ուրեմն կորուստները, որ կարող են լինել այդ սանկցիային կոչում ուղղակի, հա, հիմա չգիտեմ դա ոնց կարող է կոչվել կամ հիմա ոնց է կոչվում։ Հիմա դրանք ըստ էության ժամանակավոր սանկցիաներ են։ Այո, ժամանակավոր։ Ոչ էլ Միացյալ Նահանգները, ոնց եմ ասում, հիմա Ռուբիոն գալիս է, ասենք թե ստորագրում են տրիպի հետ կապված, ասում են լինելու է եւ այլը եւ այլը։ Դա այն ֆոնին է, երբ ասենք Միացյալ Նահանգները այդպես էլ չեն կարողացել Իրանի խնդիրը լուծել եւ իմ կարծիքով ռեպուտացիոն առումով բավականին կորուստներով են դուրս եկել, որովհետեւ հարցը չի լուծվել ի օգուտ իրենց, իսկ Իրանը կարողացել է դիմակայել եւ ռեպուտացիոն բավականին լուրջ աճ ունի։ Մենք հիմա դա տեսնում ենք եւ իմիջիալոց այն կետերը, որոնք հրապարակվում են հիմա, թե ինչ են ստորագրելու, դրա մասին են հենց վկայում։ Այսինքն խնդիրը նրանում չի, թե ով է ոնց աջակցում։ Ամենալուրջ աջակցությունը այս առումով իշխանություններին դա Թուրքիան է։ Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցությունն է, որովհետեւ իրենք տարածաշրջանում ներկա են, որպես ռազմաքաղաքական գործոն բավականին կարևոր նշանակություն ունեն, որովհետեւ Ռուսաստանը համեմատ, ասենք 8-10 տարի առաջվա, հիմա այստեղ բավականին, այսպես ասենք, զիջել է իր դիրքերը։ Այս առումով, օրինակ, ես կարծում եմ շատ ավելի կարևոր գործոն է Հայաստանի իշխանությունների այսօրվա աջակցման առումով, որ կարող է կիրառական առումով ինչ-որ օգուտ տալ իշխանություններին, դա հենց Թուրքիան եւ Ադրբեջանն է, իսկ Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, դրանք թուլից չափավոր, այսպես ասենք, ավելի շատ քաղաքական աջակցություն է։ Իհարկե, ասենք միայն այն, որ եվրոպացիները աչք են փակում այն բոլոր ոչ լեգիտիմ գործողությունների նկատմամբ ընդդիմության ճշմարտ եւ այլ ինչ որ զարգացում է ընտրությունում դա կարեւոր է եւ ես կարծում եմ որ եթե հանկարծ
ոչ ցանկալի արդյունք կլինի իշխանությունների համար, ապա այդ եվրոպական միության դիտորդները, չգիտեմ, այն օպերատիվ խմբերը եւ այլը, իրենք արդեն ունեն իրենց դարակներում պատրաստված զեկույց, թե ինչքան վատն էին այստեղի ընտրությունները եւ հիբրիդային պատերազմում ինչպիսի գործողություններ էր անում X երկիրը, որտեղ պաշտոնապես այդ անունը այդպես էլ չեն տալիս, հա, թեպետ բոլորը հասկանում են, որ խոսքը ռուսների մասին է, դա նույնպես իհարկե կարևոր է, բայց այնուամենայնիվ գետնի վրա բառացիորեն, դա կլինի տնտեսական, դա կլինի սոցիալական, դա կլինի անվտանգային, կան մի քանի երկիր, որոնք իրական լծակ ունեն, նորից եմ ասում, դա Ռուսաստանն է, Թուրքիան է, Ադրբեջանն է եւ Իրանն է։ Իրանը հիմա իհարկե բնականաբար այլ գործերով է խառնված, բայց այնուամենայնիվ իր արդյունքները Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ պատերազմում իրենք ինքնին լուրջ գործոն են, թե արդյոք օրինակ տրիպը իրոք եթե դա զուտ ամերիկյան պրոյեկտ է, աշխատելու է այստեղ։ Վերջին արսպանակ, տեսեք, եթե ԵԱՏՄ-ից դուրս գան ընտրությունների ընթացքում առաջ հետընտրական փուլում եւ այլն, ընդհանրապես այդ ԵԱՏՄ-ից դուրս գա Ռուսաստանի հետ կապեր խզելը, դա կարող է հանգեցնել հետընտրական կամ ընտրական ընդհուպ միջև հեղափոխական զարգացումների Հայաստանում, դա այդքան մեծ նշանակություն ունի հասարակության համար, որ օրինակ դրա պատճառով լինի հեղափոխական փողոցային իրավիճակ։ Հասարակության համար իմ կարծիքով ոչ թե նշանակություն ունի, այսինքն դա կարող է իհարկե որոշակի տրիգեր հանդիսանալ նաև, բայց ես կարծում եմ հասարակության համար մանավանդ նախընտրական եւ ընտրական շրջանում կարևոր նշանակություն ունի արդյոք ընտրությունները արդար են եղել, որովհետեւ եթե հասարակությունը որը մասնակցում է ընտրություններին եւ ես հույս ունեմ շատ մեծ ակտիվությամբ, որովհետեւ ամենակարևոր հարցը ընդդիմության համար դա բարձր մասնակցությունն է եւ բարեբախտաբար բոլոր սոցիոլոգիական հարցումները բոլոր անխտիր անկախ նրանից թե մնացած սաղ թվերը այնքան էլ իրար չեն բռնում մեղմ ասած, բայց 60% մոտորապես մասնակցություն գրեթե բոլոր հարցումներում ցույց են տալիս, եթե այդ բարձր մասնակցությունը լինի հələ մի բան էլ ավել, ապա դա գրեթե շանս չի տալիս իշխանություններին վերարտադրվելու, գրեթե միզերային շանս է այդ պարագայում, դրանով է պայմանավորված նաև իշխանությունների այսօր որդեգրած մարտավարությունը, հա, արժեզրկել ընտրությունը, բայց այլ ձևերով վերարտադրելու դեպքում ես ուզում եմ ասեմ, որ եթե հանգարց հասարակությունը, որը գնում է ընտրության, շատ ակտիվ, հա, 1.5 միլիոն, հա, 60%-ը, ինքը համարի, որ իր ընտրությունը կեղծվել է, ապա շատ հեշտ է լինելու մի կոչով, ասենք, այն անդիմադիրների կոչով դուրս անել բավականին մեծ զանգվածներ։ Իհարկե դա խոսքը չի գնում 1.5 միլիոնի մասին, բնականաբար, որովհետև այդ 1.5 միլիոնից, ասենք թե ինչ որ բավականին պատկառելի թիվ է լինելու ընդդեմ իշխանության, բայց դրա կեսն էլ եթե դուրս է գալիս փողոց այդ անդիմադիր ընտրազանգվածի, ովքեր ընտրել են եւ որոնք իրենց խապված են համարում, որոնք համարում են, որ արդարություն չի եղել, որոնք նույնիսկ եթե ռադիկալ չէին տրամադրված, արմատական չէին տրամադրված, խապված լինելու զգացողությունը իրենց արմատական է դարձնում, դուրս են գալի փողոց։ Հիմա այդ պարագայում ձեր ասած հեղափոխություն կլինի, թե ընդամենը 2-3 օր փողոցում կանգնելուց հետո իշխանությունը կընկրկի, դա արդեն տեխնոլոգիա է եւ իմ գոնե տպավորությամբ, իմ կարծիքով այդ պլան B-ն, որը մենք սիրում ենք ասել, չէ, պլան B, C, չգիտեմ ինչ, չեն կարող չունենալ լուրջ ընդդիմադիր բևեռները, որովհետև դեռ ընտրությունները չսկսած անընդհատ խոսք է գնում ինչ-որ մոլդովական տարբերակների մասին, չգրանցելու մասին, արտակարգ դրություն մտցնելու մասին, այսինքն ի սկզբանե վստահություն process-ի նկատմամբ եւ իշխանության կողմից կազմակերպված ընտրությունների նկատմամբ չկա առհասարակ եւ այդ պայմաններում իսկ մեր ընդդիմությունը ընդդիմադիրս հիմնական բևեռները բավականին փորձված մարդիկ են, փորձված, ճանապարհ անցած եւ անգամ ընդդիմադիր ճանապարհ արդեն անցած, հա, ոչ միայն իշխանության մեջ են եղել, եթե իրենք չունենան նման պլան, այսինքն փողոցի գործոնը, յետընտրական զարգում, դա
կնշանակի, որ իրենք ընդհանրապես լուրջ չեն վերաբերվել այս process-ներին։ Բայց ես կարծում եմ, համենայն դեպս դուք ձեր գոլեգաները, լրագրողները միշտ հարցնում են, չէ՞, առաջատարներին եւ լիդերներին դրա մասին եւ իրենք ըստ էության բաց տեքստով են դրա մասին ասում, որ ամեն ինչին է պատրաստ են բոլոր սցենարներին եւ ես միշտ հիշում եմ, որ օրինակ երկրորդ նախագահը իր մի քանի ասուլիսներում ասում էր, որ եթե հանգած կեղծվի, ապա հեղափոխություն է լինելու։ Ինքը բառի բուն իմաստով էր դրա մասին ասում։ Ես կարծում եմ նման հնարավորություններ կարող են լինել, իսկ արտաքին քաղաքական գործոնները կամ արտաքին աշխարհաքաղաքական իմպուլսները իրանք բնականաբար լրացուցիչ տրիգեր կարող են հանդիսանալ, այդ թվում նաև վստահություն հաղորդելու առումով, ընդհանուր առմամբ, որովհետև սովորաբար յետընտրական զարգացումներում շատ կարևոր է լինում մեր տիպի երկրներում, որպեսզի ինչ որ մի աշխարհաքաղաքական բևեռի աջակցություն այս կամ այն ձևով ունենան։ Դե գիտենք ով կարող է։ Եվ այս պարագայում մենք կարծես թե նման բևեռացում տեսնում ենք, հա։ Ակնհայտ է այդ բևեռով կարող է լինել այդ դեպքում։ Տվյալ պարագայում մենք կարծես թե նման դրսևորումներ ուղղակիորեն ենք տեսնում, այն էլ ոչ թե մամուլի կամ փորձագետների մակարդակով, այլ այսպես ասենք ամենաառաջի դեմքերի անթակույց կա։ Այո։ Եվ հակառակ կողմից է կա։ Իհարկե, շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ կիզակետում այսօր քաղաքագետ Վիգեն Հակոբյանն էր, կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։